Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն հունվարի 30-ին այցելել են ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն եւ հետեւել ցուցադրական վարժանքին։ Ներկայ են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Փրկարար ծառայության ներկայացուցիչներ, հյուրեր։ Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել հրշեջ փրկարարական սարքավորումների եւ տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակում արագ արձագանքման կարողություններին, իսկ ինժեներասակրավորային եւ վթարափրկարարական պատրաստության լսարաններում ծանոթացել են կրթական հնարավորություններին։ Սցենարային վերապատրաստումների ընթացքում ցուցադրվել են տարբեր արտակարգ իրավիճակներ՝ հրդեհ, պայթուն, քարաթափում, արգելափակված եւ տուժած քաղաքացիներ։ Փրկարար ջոկատները օպերատիվ արձագանքել են յուրաքանչյուր սցենարի, օգնություն ցուցաբերել տուժածներին, մարել հրդեհը, հատուկ տեխնիկայի միջոցով հեռացրել արգելապատնեշները։ Առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, խնդիրները հաջողությամբ լուծվել։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրենն ու ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը բարձր են գնահատել փրկարար ջոկատների պատրաստվածությունն ու մասնագիտական կարողությունները։ Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու եւ ընդլայնելու պատրաստակամությունը։ Ավարտին Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն պատասխանել են լրատվամիջոցների հարցերին։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ու ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն հաղթանակ զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել եւ ծաղիկներ խոնարհել անհայտ զինվորի հուշարձանին։